Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր մեր հաղորդմանը հյուրընկալել ենք Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Պարոն դեսպան, ողջունում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ եկել եք։ Շնորհակալ եմ։ Ես էլ շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունն ընձեռվեց, որպեսզի նմանօրինակ զրույց ունենամ ձեր եւ ձեր հեռուստադիտողների հետ։ Ինչպես եք, ինչպես են ձեր գործերը։ Լավ եմ։ Խուբ եմ, խոդա շնորհ։ Դիվանագետների աշխատանքն էլ այդպիսին է, նաև հաշվի առնելով հայ-իրանական շատ կարևոր հարաբերությունները, աշխատանքը միշտ շատ է եւ երբեք ազատ ժամանակ չի մնում։ روابط مهمی که داریم کلی کار برای انجام دادن هست و تحولات مهمی که همیشه هست. Այո, իսկապես հանգամանքները եւ իրադարձությունների արագ զարգացումը չեն թողնում մեզ, այսպես ասենք, ձանձրանալ։ Այո, իրականում այդպես է, երբեմն նույնիսկ իրադարձություններից հետ ենք մնում։ Պարոն դեսպան, ինչպիսին է իրավիճակը Իրանի շուրջ։ Մենք գիտենք, որ կարծես թե որոշակի խոսակցություն կա ԱՄՆ-ի հետ, ամեն դեպքում տարբեր մեթոդներով, եղանակներով, սակայն իրավիճակը միևնույն է շարունակում է մնալ լարված եւ որքանով ես տեղյակ եմ, նախորդ գիշեր եւս մեկ փոքր էսկալացիա է տեղի ունեցել, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց իրանյան եւ ամերիկյան զինված ուժերը, ի վերջո ինչպիսին եք տեսնում հանգուցալուծումը։ بله این ماجرا Այո, ինչպես գիտեք, այս ամբողջ իրավիճակը սկսվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի Իրանի դեմ իրականացրած ագրեսիայից, որի հետևանքները մենք դեռ նկատում ենք։ هنوز دامنه‌هاش همچنان ادامه داره. Պաշտոնական բանակցություններ այս պահին տեղի չեն ունենում, սակայն ինչպես գիտեք, տեղի են ունենում երկու կողմերի միջև ուղերձների փոխանակում, մեծ մասամբ Պակիստանի միջոցով, որը բարի կամքի հիման վրա առաջարկել է իր միջնորդությունը կողմերի միջև որոշակի բանակցություններ սկսելու համար։ Պաշտոնական բանակցությունների վերաբերյալ, ինչպես գիտենք, մեկ անգամ տեղի է ունեցել Իսլամաբադում պաշտոնական բանակցությունների ֆորմատով հանդիպում, եւ դա բավականին լավ պոտենցիալ ուներ եւ նկատվում էին հետաքրքիր օպերատիվ առաջարկներ, ինչպես նաեւ որոշակի արդյունքների ակնկալիքներ կային։ Սակայն խնդիրն այն է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները պիտի պարտավորվեն ցանկացած առաջարկ եւ ցանկացած գաղափար այդ բանակցությունների շրջանակներում քննարկել երկու կենտրոնների հետ, թե Վաշինգտոնի, թե Թել Ավիվի։ Սակայն ի վերջո պարոն Թրամփը մի հեռախոսազրույցով բանակցությունների բոլոր արդյունքները ոչնչացրեց եւ սրա պատճառն այն էր, որ պատերազմը, որը սկսել է ամերիկյան կողմը, որևէ արդյունքի չհասավ։ Ամերիկան չկարողացավ այդ պատերազմում հաղթանակի հասնել եւ բանակցությունների ֆորմատը նրանք ցանկանում էին օգտագործել առավելապաշտական ցանկություններ եւ պահանջներ առաջարկելու համար։ Ուստի նմանօրինակ մոտեցումն էլ պատճառ դարձավ, որ փոխըմբռնումը չձևավորվեց։ Վերջին 10 օրերին ակտիվ կերպով ուղերձներ էին փոխանակվում երկու կողմերի միջև։ Իրանը ներկայացրեց իրավիճակի հանգուցալուծման իր նախագիծը, իր տեսլականը, որի մեջ նախ եւ առաջ շեշտադրվում էր ամենակարևորը՝ պատերազմի ավարտի եւ հրադադարի ռեժիմի պահպանման հարցերը։ Այնուհետև արդեն խոսք է գնում անվտանգային, Հորմուզի նեղուցի եւ Պարսից ծոցում անվտանգային հարցերի վերաբերյալ։ Իհարկե, նաեւ շոշափվում էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը։ Այս պահին հետևյալ նախագծի վերաբերյալ կողմերի միջև ուղերձներ են փոխանակվում, որպեսզի հասկանանք, արդյոք հնարավոր կլինի հասնել համաձայնության։ Նաև Իրանի արտաքին գործերի նախարարը վերջերս Պեկինում էր, ինչի շրջանակներում եւս բավականին կարևոր քննարկումներ տեղի ունեցան Չինաստանի մեր գործընկերների հետ։ Հաշվի առնելով միջազգային ոլորտում Չինաստանի ունեցած կշիռը եւ իհարկե նաեւ մայիսի 14-ից 15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պլանավորված այցը Չինաստան, որտեղ եւս նախատեսվում են կազմակերպել պաշտոնական հանդիպումներ։ Կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է, որպեսզի օգտագործենք նաև Չինաստանի ունեցած պոտենցիալը ինչ-որ հանգուցալուծման հասնելու համար։ Երեք գիշեր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչպես արդեն գիտենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ամեն ակնթարթ եւ ամեն օր տարատեսակ գաղափարներ է հնչեցնում եւ տարբեր հայտարարություններով է հանդես գալիս, սակայն իրականությունն այն է, որ Իրանի դեմ ձեռնարկված ագրեսիայի շրջանակներում Ամերիկան չկարողացավ հասնել իր նպատակներին եւ պարոն Թրամփը արդեն հասել է ճահճային մի իրավիճակի, քանի որ տեսավ Իրանի վեհ ժողովրդի դիմադրությունը այս պատերազմի
պատերազմում։ Ուստի որոշել էր, որ ծովային շրջափակման արդյունքում կկարողանա որևէ ճնշում գործադրել Իրանի դեմ եւ հասնել իր նպատակներին։ Երեք գիշեր փաստորեն Իրանի Իսլամական Հանրապետության սուվերեն տարածքում հարձակման են ենթարկվել Իրանի մեկ նավթատար եւ մեկ այլ նավ, եւ դա ստացավ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի վճռական պատասխանը, եւ արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգների 3 նավ ստիպված են եղել փախչել այդ տարածքից եւ զգալի վնաս են կրել։ Նաև հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի երկրներից մեկը, չնայած այն մեծ վնասին, որին նա կրել էր վերջին ռազմական ամերիկյան ագրեսիայի հետևանքով, այնուամենայնիվ որևէ դաշտ չստացավ այս իրավիճակից եւ շարունակում է իր ոչ բարյացակամ եւ ոչ բարի դրացիական դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Կարծում եմ, որ այդ երկիրը մտածում է, որ կարող է որոշակիորեն պաշտպանվել հետագա վտանգներից, երկաթյա գմբեթի այն համակարգով, որը վերջերս ձեռք է բերել Իսրայելից։ Սակայն նրա հետագա ոչ բարի դրացիական նմանօրինակ դիրքորոշմանը ցանկանում եմ պատասխանել մի այսպիսի իրանական ասացվածքով. եթե տեսնում ես առյուծի ատամները, ապա երբեք մի մտածիր, որ նա ժպտում է պարզապես։ Պարոն դեսպան, մենք գիտենք, որ վերջերս նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այցելել էր Ռուսաստան, Պետերբուրգ, որտեղ տեղի ունեցել բանակցություններ, եւ դրան հաջորդեց Պեկին այցը, որից հետո առաջիկայում տեղի ունենալու Թրամփի այցը։ Ինձ հետաքրքիր է Իրանի ակնկալիքներն այս փուլում Ռուսաստանից եւ Չինաստանից, ինչպիսին են այդ ակնկալիքները։ Այս երկու երկրները համարվում են Իրանին բարեկամական երկրներ եւ Իրանի դեմ իրականացված վերջին ռազմական ագրեսիայի շրջանակներում նրանք շատ կարևոր քաղաքական դիրքորոշում որդեգրեցին, ինչը Իրանի համար մեծ կարևորություն ունի։ Եվ իհարկե, այդ երկու երկրների հետ էլ Իրանը բազմակողմանի համագործակցություն ունի, եւ մենք շարունակում ենք աշխատել այդ երկրների հետ տարբեր ոլորտներում։ Ինչն էլ ավելի կարևոր է, այդ երկու երկրներն էլ հստակ կոշտ դիրքորոշում ունեն Ամերիկայի եւ սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունների վերաբերյալ։ Եվ նաև հատկանշական է այն, որ Միացյալ Ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելի ռեժիմը ցանկանում էին իրավիճակը այլափոխված ներկայացնել եւ չէին ցանկանում ընդունել, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի արմատները ձգվում են դեպի այն ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եւ ամեն ինչի պատճառը այդ ոչ օրինական ռազմական գործողություններն էին։ Եվ այդտեղ մենք տեսանք, թե Չինաստանի եւ թե Ռուսաստանի հստակ աջակցությունը մեզ։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն շատ կարևոր պայմանը, որն Իրանը առաջադրում է համաձայնության ձեռքբերման համար, այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է ունենա հստակ երաշխիքներ, որ պատերազմը դադարեցվելու է բոլոր ճակատներում եւ հետագայում Իրանի Իսլամական Հանրապետության սուվերեն տարածքը չի ենթարկվի որևէ այլ երկրի ոչ օրինական ռազմական ագրեսիայի։ Այս հարցում հատկապես Չինաստանը կարող է շատ կարևոր դերակատարություն ունենալ եւ հանդես գալ որպես երաշխավոր։ Ներկայումս, ինչպես գիտենք, շարունակվում է Իրանի նավահանգիստների բլոկադան Միացյալ Նահանգների կողմից, դա բավականին լուրջ տնտեսական վնաս է հասցնում Իրանին, այն իմաստով, որ Իրանը փաստորեն չի կարողանում իր արտահանման հիմնական պրոդուկտներից մեկը, նավթը, մասնավորապես արտահանել եւ դրանով իսկ ֆինանսական եւ տնտեսական բավականին լուրջ խնդիրների առջեւ կարող է կանգնել։ Պարոն դեսպան, ի վերջո հնարավոր է, որ ինչ որ մի փուլում այդ բլոկադայի շարունակությունը հանգեցնի նրան, որ Իրանի դիրքորոշումը մի շարք հարցերում միջուկային ծրագրի հետ կապված եւ այլ դրույթներով ավելի մեղմանա, դուք ավելի այսպես փափուկ դիրքորոշում որդեգրեք։ Եվ ինչպես գիտենք, ամերիկյան կողմը պնդում է, որ Իրանից դուրս բերվի այդ հարստացված ուրանը, այս թեման եւս կա այդ քննարկումների մեջ։ Հնարավոր է, որ իրանական կողմը նաեւ սրան համաձայնի։ Տեսեք, կարևորն այստեղ այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ տրամաբանական է եւ հիմնվում է օրինական եւ տրամաբանական մտահոգությունների եւ գաղափարների վրա։ Տեսեք, որևէ վտանգի սպառնալիքով կամ որևէ ճնշումներով հնարավոր չէ ստիպել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին հանձնվել։ Ինչպես ինքը պարոն Թրամփն է բազմիցս հայտարարել, նրա վերջնանպատակը Իրանի եւ
Իրանի ժողովրդի վերջնական հանձնվելն է։ Եվ հաշվի առնելով այն, որ Իրանը արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ գտնվում էր շատ կոշտ եւ խիստ պատժամիջոցների տակ, ինչի արդյունքում մշտապես կրում էր որոշակի տնտեսական վնասներ ու դրա հետևանքները զգում էր իր մաշկի վրա, բացի դրանից Իրանին երկու անգամ պարտադրվել է պատերազմ, իրականացվել ռազմական ագրեսիա, սակայն Իրանի դեմ պարտադրված պատերազմում եւս փաստորեն կողմերը չկարողացան հասնել իրենց նպատակներին։ Իմիջայլոց, շուտով արդեն կլրանա առաջին պարտադրված պատերազմի, Իսրայելի ագրեսիայի 1 տարին։ Նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն թաքցնում, որ իրականում փորձել են Իրանի ներսում անհանգստություններ իրականացնել։ Ինքը պարոն Թրամփը հայտարարում է, որ մի խումբ մարդկանց զինել է Իրանում ներքին հասարակական խժդժություններ ստեղծելու համար։ Եվ ինչպես տեսանք, նաև խոսում են ծովային պաշարման, շրջափակման հարցերի վերաբերյալ։ Այդուհանդերձ կարող եմ հստակ հայտարարել, որ որևէ նմանօրինակ մեթոդով նրանք իրենց նպատակին չեն հասնի եւ չեն ստիպի Իրանին հանձնվել։ Ինչ վերաբերում է ծովային շրջափակման վերաբերյալ նմանօրինակ հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ պատժամիջոցները ստիպել են արդեն վարպետորեն այս իրավիճակում գոյություն ունենալ։ Մենք արդեն սովորել ենք ինչպես ապրել պատժամիջոցների պայմաններում, ինչպես խուսափել դրանց բացասական հետևանքներից։ Եվ Իրանը մեծ երկիր է, մեծ պոտենցիալով եւ մեծ հնարավորություններով, ունի հարևան 14 երկիր եւ կկարողանա իր ապագան կառուցել այնպես, որ նմանօրինակ ճնշումները չստիպեն Իրանին հանձնվել։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եթե նրանք փորձեն խանգարել Իրանի բնականոն գործընթացին ծովային եւ նավահանգիստների ոլորտում, ապա համապատասխան հակահարված կստանան։ Ինչպես մենք տեսանք երեկ, երբ նրանք փաստորեն խնդիր առաջադրեցին Իրանի նավթատարների բնականոն երթևեկության հարցում ու տեսան պատասխանը՝ հակահարվածը, ինչի արդյունքում ամերիկյան 3 նավթատարները վնասվել են եւ ստիպված են եղել փախչել։ Կարծում եմ, այս պահին պարոն Թրամփի համար ճիշտ կլիներ որդեգրել խելամիտ եւ տրամաբանական գործելաոճ ու տրամաբանական մոտեցում, քանի որ պետք է հաշվի առնել մի բան, երբ ճահճում ես գտնվում եւ փորձում ես ձեռքերով ու ոտքերով ավելի շատ շարժումներ իրականացնել, ապա ավելի արագ կխորտակվես։ Ճիշտն այն է, որ կանգ առնես եւ փորձես վերադառնալ խելամտության, դիվանագիտության եւ ռացիոնալության։ Ինչ վերաբերում է Իրանի միջուկային հարցին, իհարկե, այստեղ կան բազմաթիվ տեխնիկական առանձնահատկություններ եւ մանր հարցեր, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Իրանը երբեք չի ոտնահարի իր ժողովրդի օրինական իրավունքը օգտագործելու եւ իրացնելու միջուկային առաջատար տեխնոլոգիաները, իհարկե խաղաղ միջուկի, խաղաղ ատոմի ծրագրի շրջանակներում։ Իրանը երբեք չի հանդուրժի եւ չի ընդունի, որպեսզի միջազգային համակարգում որևէ երկիր բացառություն դառնա միջուկային խաղաղ ծրագիր իրականացնելու հարցում։ Սակայն ինչ վերաբերում է տվյալ ծրագրի մասշտաբներին եւ առանձին փոքր տեխնիկական հարցերին, նաեւ այն հարցին, թե քանի տոկոսով պետք է իրականացվի ուրանի հարստացումը, դրա ժամկետները, որոնց վերջնանպատակը պետք է լինի կողմերի միջև բարի կամքի եւ վստահության, փոխվստահության ձևավորումը, Իրանը նմանօրինակ հարցերում կարող է համաձայնվել բանակցությունների, եւ այն բաց է քննարկելու տարբեր առաջարկներ, հասնելու համապատասխան փոխզիջման։ Նեթանյահուի խոսքերին էլ պետք չէ հավատալ եւ վստահել, քանի որ վերջինս, ինչպես գիտենք, վերջին 30 տարին շարունակ հայտարարում են նույնը, որ Իրանը մոտ է ատոմային ռումբ ստեղծելուն եւ մի քանի շաբաթ անց արդեն ատոմային ռումբը Իրանում պատրաստ կլինի։ Ինչն է հետաքրքիր, վերջերս ես 1980-ականներից մի օրաթերթ եմ գտել եւ տեսել, որ այնտեղ եւս դեռևս 1980-ականներին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, որ մի քանի շաբաթ է մնացել, որպեսզի Իրանը կարողանա ատոմային ռումբ ստեղծել, եւ Նեթանյահուն արդեն 30 տարի շարունակում է խոսել այս հարցի վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, այդ մի քանի շաբաթը այդպես էլ չի մոտենում։ Եվ ամենակարևորը, ինչի մասին ցանկանում եմ անպայման խոսել, եթե Իրանը իսկապես ցանկանա ստեղծել ատոմային ռումբ, ապա դա շատ վաղուց արդեն կարող էր անել, հաշվի առնելով Իրանում տեխնոլոգիայի զարգացման աստիճանը։ Այն, ինչ այլ երկրներ կարողացել են ստեղծել 20-րդ դարում, վստահ եմ, որ եթե Իրանը նմանօրինակ նպատակներ ունենար, ապա 21-րդ դարում հաստատ կկարողանար իրագործել դա, սակայն Իրանը երբեք ատոմային ռումբ ստեղծելու նպատակ չի ունեցել։
Այս ամբողջ գործընթացների հետևանքով մենք տեսնում ենք, որ ստեղծվել է այսպիսի մի իրավիճակ, որ Իրանը մի երկիր, որը հանդիսանում է NPT-ի, այսինքն ատոմային ռումբ չտարածելու պայմանագրի անդամ երկրներից մեկը, ենթարկվում է նմանօրինակ անարդար հարձակման եւ ագրեսիայի, եւ դա որևէ արձագանք չի ստանում նույն կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչպես նաեւ ատոմային էներգիայի գործակալության կողմից, որը վերահսկում էր Իրանում խաղաղ ատոմի ամբողջ գործընթացը։ Մենք արդեն տեսնում ենք, որ Իրանում որոշ փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ խոսում են այն մասին, որ Իրանը սխալվել էր եւ իրականում միգուցե ճիշտն այն կլիներ, որ ստեղծեր ատոմային ռումբ, նմանօրինակ իրավիճակում հստակ իր գործելավոճը կառուցելու համար։ Իմ ցանկությունն այն է, որ այնպես չանեն, որ ի վերջո Իրանը սկսի մտածել իր միջուկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։ Մի փոքր անդրադառնանք հայ-իրանական օրակարգին։ Վերջերս Երևանում տեղի ունեցան եվրոպական գագաթնաժողովներ, այստեղ են եվրոպական երկրների տասնյակ առաջնորդներ։ Ինձ հետաքրքիր է, պարոն դեսպան, Իրանում ինչպես են ընկալում Հայաստանի մերձեցումը Եվրոպայի եւ մասնավորապես Եվրամիության հետ, դա տեսնում են ավելի շատ որպես մարտահրավեր երրորդ ուժերի տարածաշրջան գալու տեսանկյունից, թե ավելի շատ հնարավորություն Հայաստանի միջոցով դեպի արևմտյան շուկաներ, արևմտյան աշխարհ այսպես դուրս գալու համար, որը որ կարծում եմ պատժամիջոցների պարագայում բավականին հետաքրքիր այսպես հնարավորություն է։ Ձեր տեսակետը այս առումով ինչպիսին է։ بله چند روز پرترافیک رو Այո, վերջին շաբաթը դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների տերմինաբանությամբ ասենք, բավականին շատ խիստ թրաֆիքով էին ընթանում։ Մենք տեսանք, որ Երևանում միաժամանակ ընթանում էր թե եվրոպական քաղաքական համայնքի նիստը, որին մասնակցում էին եվրոպական երկրների ղեկավարները, եւ թե Հայաստան-ԵՄ առանձին ֆորմատով նիստը։ Բացի դրանից, նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցն էր իրականացվում Հայաստանում եւ գումարած դրան, նաև Երևան Dialogue երևանյան երկխոսություն ֆորմատով Երևանում բարձրաստիճան նիստեր ընթանում։ Այո, բավականին ակտիվ եւ լուրերով հագեցած շաբաթ ենք ունեցել։ Ընդհանուր առմամբ Իրանում գոյություն ունի նմանօրինակ մի հանրային եւ քաղաքական հայեցակարգ այն մասին, որ մեզ համար ցանկալի է, որ Հայաստանը լինի ուժեղ կայուն պետություն, եւ սա Իրանի հստակ քաղաքական, արտաքին քաղաքական հայեցակարգերի իմաստն է կազմում։ Մենք իհարկե շատ բարձր ենք գնահատում Հայաստանի հարաբերությունների խորացումը այլ երկրների հետ տարբեր ոլորտներում, սակայն մեկ կարևոր հանգամանք այն, ինչ առնչվում է հայ-իրանական հարաբերությունների օրակարգին, այսինքն նմանօրինակ հարցերում պետք է ուշադիր լինել, որպեսզի դրանց հետևանքով որևէ կերպ չվնասվի հայ-իրանական դարավոր բարեկամությունը եւ հայ-իրանական համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Բալանսավորված քաղաքականությունը այլ երկրների հետ, թե հարևանների, թե հարակից տարածաշրջանների երկրների հետ պետք է իրականացվի այն սկզբունքով, որ չվնասվեն հարաբերությունները տարածաշրջանային հարևանների հետ։ Եվ իհարկե, այլ երկրների հետ նմանօրինակ բալանսավորված քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է զարգացման եւ բարգավաճման նոր փուլերի հասնել։ Իրանը միմիայն ողջունում է Հայաստանի նմանօրինակ զարգացումը եւ հավասարակշռված քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի, Երևանի եւ եվրոպական երկրների հետ մերձեցման այս տենդենսին, հատկապես Ֆրանսիայի դեպքում, իհարկե հաշվի առնելով Հայաստան-Իրան քաղաքական հարաբերությունների օրակարգը, եթե նմանօրինակ բարի կամք լինի հենց Ֆրանսիայի կողմից, հաշվի առնելով այն, որ ֆրանսիական ընկերությունները եւս ներգրաված են Հայաստանում մի շարք ծրագրերի իրականացման գործում, հատկապես ենթակառուցվածքների ոլորտի, եւ հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, առհասարակ Իրանի հասանելիությունը կարող է այս գործում շատ վճռական դեր ունենալ, եթե Ֆրանսիայի կողմից եւս լինի նմանօրինակ բարի կամք, ապա ինչպես հենց դուք էլ նշեցիք, հնարավոր կլինի օգտագործել այս գործընթացի մեջ եղած հնարավորությունները Իրանի համար, եւ Իրանը միմիայն դրական կարձագանքի նմանօրինակ առաջարկներին։ Երևանյան երկխոսության այդ միջոցառմանը դուք էլ եք մասնակցում, դուք էլ դա մատնանշեցիք, ինչ կիրառելի դրույթներ, ինչ կիրառելի թեզեր այնտեղ քննարկվեցին, որքանով այնտեղի այդ օրակարգը, այն հարցերը, որոնք այնտեղ արծարծում էին, կարող են հայ-իրանական հարաբերություններում եւ առհասարակ տարածաշրջանային խաղաղության համատեքստում օգտակար լինել։
Նախ եւ առաջ կարծում եմ, որ նմանօրինակ եւ առհասարակ բոլոր տեսակի ֆորմատները, որտեղ հնարավոր է իրականացնել կառուցողական քննարկում, երկխոսություն եւ հայացքների, տեսակետների փոխանակում տարածաշրջանային եւ առհասարակ միջազգային զարգացումների վերաբերյալ շատ օգտակար են, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում հետագայում փոխըմբռնման հասնելու համար։ Նաև հաշվի առնելով այն, որ ընդհանուր առմամբ այն նիստը Երևանյան երկխոսությունը տեղի ունեցավ Եվրոպայի քաղաքական համայնքի նիստից եւ Հայաստան-ԵՄ նիստից հետո, կարծում ենք, որ ընդհանուր առմամբ Երևան դայալոգի օրակարգը մեծ մասամբ առնչվում էր հենց Հայաստան-ԵՄ հարաբերություններին, սակայն իհարկե քննարկվում են նաև քաղաքական այլ հարցեր։ Ամեն դեպքում սա հնարավորություն էր, որպեսզի մենք էլ տեսնենք մեր հին վաղեմի ընկերներին, քննարկում երկխոսություն ունենանք նրանց հետ եւ հնարավորություն տարատեսակ հարցերի բազմակողմանի քննարկման։ Պարոն դեսպան, Ռուսաստանը հայտնի հանգամանքների բերումով որոշակի այսպես անհանգստությամբ է արձագանքում Հայաստան-Եվրոպա այդ մերձեցմանը եւ այս համատեքստում նաեւ ես հիշեցի, որ Հայաստանում քաղաքական հիմնականում ընդդիմադիր ուժեր, ներկայումս ընդդիմադիր ուժեր հաճախ եւ նաեւ փորձագետներ հաճախ պնդում են, որ Հայաստանը պետք է հետեւողականորեն լինի ռազմաքաղաքական դաշինք կնքելու Մոսկվայի եւ Թեհրանի հետ, այսինքն Հայաստանում մի որոշ քաղաքական հատված կողմնակից է ավելի շատ Մոսկվա, Երևան, Թեհրան այդ առանցքին։ Թեհրանում այս խոսույթին ինչպես են վերաբերվում այս ուղղությունը զարգացնելուն։ Պատրաստ է Թեհրանում այս եռակողմ առանցքին, այս եռամիասնության, եթե կարելի այսպես արտահայտվել։ Տեսեք, նախ եւ առաջ պետք է նշել, որ Հայաստանի բոլոր հարևան երկրները որոշակի ներդրում ունեն եւ կարող են ունենալ Հայաստանի բարգավաճման, ծաղկման, ինչպես նաեւ անվտանգության հարցերում։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը մշտապես խոսել է իր այն հայեցակարգի մասին, որ ցանկանում է տեսնել բալանսավորված արտաքին քաղաքականությամբ ուժեղ Հայաստան, իհարկե մեծ դրական արձագանք ունի Հայաստանի բոլոր ձեռքբերումների նկատմամբ, հատկապես ռազմական ոլորտում։ Իրանը մշտապես խոսել է, վերահաստատել է իր դրական դիրքորոշման մասին տարածաշրջանային ֆորմատների վերաբերյալ, հատկապես 3+3 ֆորմատի վերաբերյալ, որը կարող էր շատ արդյունավետ լիներ տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու բարգավաճման օրակարգի առաջմղման համար։ Եվ հիմա էլ մենք վստահ ենք, որ պետք է օգտագործել տարածաշրջանային երկրների պոտենցիալը խաղաղության օրակարգը պահպանելու եւ զարգացնելու համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ես կարծում եմ, որ առհասարակ այս համատեքստում Հայաստանը կարող է դիտարկել իր բոլոր հարևաններին, ինչպես օրինակ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ նույնիսկ Ադրբեջանի Հանրապետությունը։ Եթե կողմերի միջև ձևավորվի համաձայնություն եւ նրանք կարողանան համախմբվել մեկ միասնական օրակարգի շուրջ, խաղաղության օրակարգի, ապա նրանք կարող են նաեւ օգտագործել այդ պոտենցիալը, ուժեղացնել միմյանց, ինչը կլինի ի շահ ամբողջ տարածաշրջանի եւ տարածաշրջանային երկրների։ Մենք Հայաստանի Հանրապետության ընկերներն ենք եւ մենք միասին կարող ենք աշխատել, որպեսզի հաշվի առնելով գեոպոլիտիկ փոփոխությունները տարածաշրջանում ունենանք մեկ հզոր, ուժեղացած, զարգացած եւ բարգավաճ Հայաստան։ Երբ 22 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Ադրբեջանի ագրեսիան, այդ ժամանակ Իրանի հստակ դիրքորոշումը մեծ դեր խաղաց այդ ագրեսիան շատ արագ դադարեցնելու եւ հետագա նոր էսկալացիաներից խուսափելու համար, ներկայումս հաշվի առնելով նաեւ Իրանի ներսում իրավիճակը, նաեւ Իրանի ծանր պայքարի մեջ մտնելը ԱՄՆ եւ Իսրայելի դեմ, ամեն դեպքում Իրանը պահպանում է իր հնարավորությունները մեր տարածաշրջանում Կովկասում նոր պատերազմ թույլ չտալու եւ բալանսավորելու։ Տեսեք, մենք ամեն դեպքում շարունակում ենք պահպանել մեր հույսը, որ այս տարածաշրջանում նոր էսկալացիա եւ նոր պատերազմ չի լինի, քանի որ ինչպես գիտենք, ցանկացած զարգացման եւ բարգավաճման հիմքում ընկած եւ դրա կարևոր նախապայմանն է հենց խաղաղ պայմանների գերակայությունը։ Մենք վստահ ենք եւ կարծում ենք, որ երկրները պետք է բավարարվեն իրենց օրինական պահանջներով եւ իրավիճակով եւ որևէ պատմական նկրտումներով հանդես չգան։ Այս դեպքում միայն հնարավոր է ունենալ աշխարհագրական սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա ստեղծված հարաբերություններ։
Հաշվի առնելով այն, որ Իրանի կապերը հարավային Կովկասի տարածաշրջանի հետ դարավոր բնույթ ունեն եւ հատկապես Հայաստանի հետ, մեր արմատները, հարաբերությունները եւ կապերը ձգվում են դեպի պատմության խորքը, մենք յուրահատուկ վերաբերմունք ունենք Հայաստանի նկատմամբ եւ շարունակում ենք վճռական ու վստահ կերպով հույս պահպանել, որ տարածաշրջանում նոր էսկալացիա եւ նոր պատերազմ չի լինի։ Սակայն այդուհանդերձ ցանկանում եմ նաեւ նշել Իրանի վճռական դիրքորոշման եւ վերաբերմունքի մասին առ այն, որ եթե որևէ ռազմական ագրեսիա լինի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ, ապա Իրանը կներդնի իր բոլոր ջանքերը Հայաստանի Հանրապետությանը պաշտպանելու, անկախ նրանից, թե այլ ոլորտներում Իրանը ինչ խնդիրներ ունի եւ ինչ գործընթացների մեջ է ներգրավված։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սուվերենությունը Իրանի համար շատ կարևոր են։ Իրանում իրադարձությունները, պատերազմը նաև որոշակի տնտեսական ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա, բավականին լուրջ ազդեցություն ունեցավ բացասական լոգիստիկ շղթաների խախտման, տրանսպորտային եւ տարատեսակ այլ օպցիաներ կարող ենք այստեղ մատնանշել։ Ի վերջո, երբ մենք կարող ենք հույս ունենալ, որ այդ իրավիճակը նախորդ մինչ պատերազմն իրավիճակին վերադառնա, երբ կարող ենք ակնկալել, որ տնտեսական կապերը դարձյալ կակտիվանան եւ դա կբերի նաեւ որոշակի կարևոր ռազմավարական ապրանքների, թե գների նվազման, թե այդ ապրանքների կայուն մատակարարումների։ متاسفانه آقای ترامپ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփը փաստորեն դարձավ Իսրայելի եւ Նեթանյահուի խաբեության զոհը եւ դրա ծանր եւ բացասական հետևանքները կրեցին թե հենց ինքը Ամերիկան, թե համաշխարհային շուկան, ինչպես նաեւ բազմաթիվ երկրներ ուղղակիորեն իրենց վրա զգացին այս պատերազմի բոլոր հետևանքները։ Ինչպես տեսանք, Ամերիկայի ներսում էներգետիկ ոլորտում լրջագույն խնդիրներ առաջացան նախ եւ առաջ գնաճով պայմանավորված, եւ իհարկե սա չի կարող Ամերիկայում անհանգստություններ չառաջացնել։ Իհարկե հանրային կարծիքի տեսանկյունից հենց ինքը նախագահը պարոն Թրամփը լուրջ կորուստներ ունեցավ։ Հաշվի առնելով հասարակական հստակ դիրքորոշումը նմանօրինակ քաղաքականության վերաբերյալ, կարող ենք ասել, որ հանրային կարծիքի շրջանակներում նրա վերաբերյալ առկա գնահատականը զգալիորեն վնաս կրեց։ Եվ իհարկե, Թրամփը անհանգստացած է ապագայում, աշնանը տեղի ունենալիք կոնգրեսի ընտրություններով եւ դրանում հնարավոր արդյունքներից, ուստի նաեւ փորձում է արհեստական կերպով որոշակի փոփոխություններ մտցնել շուկայում եւ կայունացնել այն, ինչն իհարկե որևէ արդյունքի չի կարող հանգեցնել։ Եվ նա շարունակում է հայտարարություններով հանդես գալ այս շաբաթվա, հաջորդ շաբաթվա վերաբերյալ եւ տարօրինակ հակասական հայտարարություններ անել։ Արդյունքում, սակայն, տեսնում ենք, որ այնուամենայնիվ խնդրահարույց իրավիճակը Ամերիկայի ներսում պահպանվում է։ Իհարկե, կա նաեւ հետեւյալ տեսակետը, որ նմանօրինակ տատանումների արդյունքում հենց ինքը, պարոն Թրամփը եւ նրա անմիջական շրջապատը կարողացան մեծ եկամուտներ ձեռք բերել, հաշվի առնելով այն օրինաչափությունը, որ այն օրերին, երբ Թրամփը շատ մեծ ոգևորությամբ խոսում էր պատերազմում հաղթանակի եւ պատերազմի շարունակականության, Իրանին պարտության մատնելու վերաբերյալ, տեսնում էինք, որ բաժնետոմսերի շուկայում կտրուկ գների անկում էր տեղի ունենում, եւ այսա կարողանում էին օգտագործել իրավիճակին ծանոթ հենց Թրամփը ու նրա շրջապատի ներկայացուցիչները, ովքեր ցածր գնով ձեռք էին բերում այդ բաժնետոմսերը։ Այնուհետև մի քանի օր անց նա շարունակ արդեն խոսում էր լրիվ այլ հռետորաբանությամբ, այն մասին, որ Իրանի հետ մոտ ենք համաձայնությանը, մենք բանակցում ենք Իրանի հետ եւ բաժնետոմսերի գները նորից աճում էին։ Արդյունքում խոսում են այն մասին, որ մի խումբ մարդիկ այս ամբողջ գործընթացի շնորհիվ կարողացան հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ ունենալ։ Իհարկե, կա նման կարծիք, որի ճշգրտությունը դեռ պետք է ստուգել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեծահարուստ Ուորեն Բաֆեթը, որը Wall Street-ի ականավոր ներկայացուցիչներից մեկն է եւ կարողացել է այս ոլորտում հաջողությունների հասնել եւ միլիոնների եկամուտ ունենալ, միայն 80 տարի աշխատանքի եւ ջանքերի արդյունքում չգիտեր, որ կա ավելի կարճ ճանապարհ, ինչի շնորհիվ կարող է շատ արագ մի քանի շաբաթների ընթացքում մեծ եկամուտներ ձեռք բերել։ Եվ իհարկե, ամբողջ աշխարհում մարդիկ իրենց մաշկի վրա զգացին այս
պատերազմի դառը հետևանքները, քանի որ էներգակիրների ոլորտում մենք տեսանք զգալի գնաճ, ինչպես նաև մատակարարման շղթաներն էին խաթարվում, հաշվի առնելով լոգիստիկ խնդիրները։ Իհարկե, կան խնդիրներ, եւ ամբողջ աշխարհը չի կարող չազդվել նմանօրինակ մեծ մասշտաբի գործողություններից։ Եվ այս ամենի պատճառը Ամերիկայի եւ Իսրայելի ռեժիմի կողմից սկսված ոչ օրինական ագրեսիան է Իրանի դեմ։ Ցավոք սրտի, ինչպես դուք էլ նշեցիք, հայ-իրանական հարաբերություններում եւս տեսանք որոշակի խնդիրներ, հենց լոգիստիկ եւ տրանզիտի ոլորտում, քանի որ հնարավոր չէր հարաբերությունները իրականացնել եւ հնարավոր չէր կապերը պահպանել անխաթար կերպով։ Որոշակիորեն խախտվել են այս լոգիստիկ շղթաները եւ նաեւ Իրանից Հայաստան տրանզիտ փոխադրումները։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարող եմ ասել, որ մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի պատերազմի բացասական հետևանքները Հայաստանի համար մինիմումի հասնեն։ Ես ինքս անձամբ վերջին շրջանում ակտիվ կերպով հանդիպում եմ Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների ներկայացուցիչ կազմակերպությունների եւ ընկերությունների հետ, որոնք աշխատում էին թե Իրանի եւ թե Իրանի տարածքով այլ երկրների հետ ապրանք էին ներկրում Հայաստան։ Իհարկե, առաջացել են որոշակի խնդիրներ եւ այդ երկրները կարիք ունեն այլընտրանքային ուղղությունների եւ ճանապարհների։ Մենք այս հարցում փորձում ենք մեր կողմից ամեն ինչ անել եւ ամբողջ ջանքերը ներդնում ենք, որ օգնենք այդ ընկերություններին գտնել այդ այլընտրանքային ճանապարհները, թեկուզ հենց Իրանի տարածքով, սակայն այլ ուղղություններով։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք պահպանել այն հույսը, որ Ամերիկան ի վերջո խելամիտ եւ ռացիոնալ դիրքորոշում կորդեգրի եւ արդյունքում հնարավոր կլինի այս խնդիրը արմատապես լուծել։ Պարոն դեսպան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ։ Այս լավատեսական նոտայի վրա ամփոփենք, հուսանք սա վերջին հանդիպումը չի լինի եւ միշտ սիրով կսպասենք ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ ձեզ եւ ձեր դիտողներին։ Այո, մենք միշտ լավատես ենք հայ-իրանական հարաբերությունների լուսավոր ապագայի համար եւ մենք մեր կողմից ամեն ջանք պատրաստ ենք գործադրել այդ լուսավոր ապագային հասնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։